Ադրբեջանական ապրանքը միլիոնավոր դոլարների ծավալով մտնում է հայկական շուկա, մինչդեռ հայկական արտադրանքը ադրբեջանական շուկա դեռ գրեթե չի հասնում։ Երկու երկրների միջև առևտրի դռները բաց են, բայց առայժմ հիմնականում մեկ ուղղությամբ։ Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի տվյալներով այս տարվա առաջին 7 ամիսներին Ադրբեջանից Հայաստան արտահանվել է 17 միլիոն 372 հազար դոլարի ապրանք։ Դինամիկան ուշագրավ է։ Միայն հունվարին այդ ցուցանիշը կազմել է 2 միլիոն 403 հազար դոլար, ապրիլին արդեն 9 միլիոն 446 հազար, առաջին կիսամյակի ավարտին 17 միլիոն։ Այսինքն ընդամենը մի քանի ամսում ադրբեջանական ապրանքների ներհոսքը Հայաստան բազմապատկվել է։ Հակառակ ուղղությամբ, սակայն, պատկերը գրեթե զրոյական է։ Ադրբեջանի մաքսային վիճակագրության մեջ տարվա ընթացքում ընդամենը 960 դոլարի ներմուծում է գրանցվել Հայաստանից, բայց այստեղ էլ կա կարևոր մանրուք։ Այդ 960 դոլարը հայկական արտադրանք չի եղել։ Ադրբեջանի մաքսային կոմիտեն պարզաբանել է, խոսքը Նիդերլանդներից Հայաստան ներմուծված վարդերի մասին է, որոնք այնուհետև տեղափոխվել են Ադրբեջան։ Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն էլ հայտնել է, որ հայկական ծագման ապրանքների Ադրբեջան արտահանման որևէ փաստ պաշտոնական տվյալներում չի արձանագրվել։ 17 միլիոն դոլարի 960 դոլարի համար ցույց է տալիս, որ դա շատ խոշոր դիսբալանս, որը հանգեցնելու է, եթե դա ասոցիացիան աճի շարունակի Հայաստանի տնտեսական նաև կախվածությունից Ադրբեջանից։ Առայժմ Ադրբեջանից Հայաստան ներմուծվող հիմնական ապրանքները բենզինն ու դիզելային վառելիքն են։ Հայաստանի էկոնոմիկայի նախարարն ավելի վաղ նշել էր, որ երկու երկրների շուկաները դեռ միմյանց քիչ են ծանոթ, իսկ առևտրի ընդլայնմանը խանգարում են նաև ենթակառուցվածքային եւ լոգիստիկ գործոնները։ Միայն ապրիլի 15-ի դրությամբ Ադրբեջանից Հայաստան արդեն ներմուծվել էր 9337 տոննա վառելիք 7.2 միլիոն դոլար մաքսային արժեքով։ Դրանից 5398 տոննան դիզել էր, մոտ 3939 տոննան բենզին։ Տնտեսագետների ու փորձագետների մի մասը սակայն այս դինամիկայի մեջ ռիսկեր է տեսնում, մասնավորապես մտահոգություն կա, որ ադրբեջանական ապրանքների եւ հատկապես վառելիքի ներմուծման աճը կարող է ժամանակի ընթացքում Հայաստանի տնտեսությունը կախվածության մեջ դնել Ադրբեջանից։ Հայաստանը փաստացի կարող է դառնալ պարզապես Ադրբեջանի տնտեսության այսպես պայմանական իմաստով սպառող։ Այսինքն մենք ապահովում ենք Ադրբեջանի տնտեսության համար սպառում։ Եթե որևէ երկրի ապրանքների մասնաբաժինը հայկական շուկայում շարունակաբար աճում է, իսկ հայկական արտադրանքը նույն շուկայում ընդհանրապես չի հայտնվում, ձևավորվում է միակողմանի տնտեսական կապ։ Ըստ տնտեսագետի, այս պայմաններում խնդիրը միայն ապրանքի գինը չէ։ Տեղական արտադրողի համար առանցքային է նաև այն հարցը, թե նա կարող է արդյոք մրցակցել մեծ ծավալներով ներմուծվող ապրանքի հետ։ Լուրջ անվտանգային խնդիրներ է ստեղծում Հայաստանի համար, թե տնտեսության տեսակետից, թե էներգետիկ անվտանգության տեսակետից եւ այս դիսբալանսը լուծել Եվրոստամիսովա ռեժիմը չի կարող, բայց Հայաստանը կարող է հանգիստ կերպով մեծ կախվածության մեջ գցել հենց էներգետիկ առումով Ադրբեջանից։ Սակայն փորձագետների գնահատմամբ խնդիրը միայն տնտեսությամբ չի սահմանափակվում։ Առևտրի այս անհավասարությունը նրանք դիտարկում են նաև անվտանգության համատեքստում։ Ստացվում է, որ Հայաստանը փաստացի ֆինանսավորում է Ադրբեջանի տնտեսությունը։ Այն դեպքում, երբ Հայաստանի տնտեսությունն ինքը, այսպես ասած, աճում է գերազանցապես արտաքին ֆինանսավորման կամ պարտքի շնորհիվ, եւ սա բնականաբար ինքնին մտահոգիչ տրամաբանություն է ոչ միայն հայ-ադրբեջանական գործընթացի առումով, երբ Հայաստանի հանդեպ Ադրբեջանը նաեւ որոշակի տնտեսական լծակներ կարող է ձեռք բերել, այլ նաեւ ընդհանրապես Հայաստանի տնտեսության հեռանկարների առումով։ Մանվելյանն ընդգծում է դոլարները, որոնք Հայաստանից Ադրբեջան են գնում մի օր գործածվելու են Հայաստանի դեմ։ Դե իսկ իշխանության պնդումները, թե առևտուրը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն են ուղղված, կեղծ ու մանիպուլյատիվ է որակում։ Երկակի խնդիր է ստեղծում Հայաստանը, մի կողմից էներգետիկ կախվածություն, էներգետիկ անվտանգության թեմայի հետ կապված, մյուս կողմից ընդհանուր տնտեսական անվտանգության խնդրի հետ կապված, որտեղ դիսբալանսը այդ թվերի միջև շատ մեծ է, ահռելի մեծ։ Դա նշանակում է այդ առևտրին համակարգում Հայաստանը ոչինչ չի շահում բացի կորցնելուց, որտեղ այդ գումարները, որ գնում է Ադրբեջան-Հայաստան, դրանք մի մասն ուղղվում է, ասենք, երկրի ռազմական բյուջեին ընդդեմ Հայաստանի։ Այսպես կոչված խաղաղության պայմաններում սահմանների բացվելը միայն ճանապարհների բացում չէ, դա նաև երկու երկրի շուկաների միմյանց համար բացումն է։
Եվ այստեղ առայժմ մի կարևոր անհավասարություն կա։ Ադրբեջանը հայկական շուկա է մտնում միլիոնավոր դոլարների ապրանքով, մինչդեռ հայկական արտադրողը ադրբեջանական շուկա մուտք գործելու իրական հնարավորություն դեռևս չունի։ Սադամ Մակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։